Հաջորդ այսօր նայելու ենք դեկորատորներ թեման։ Ինքը ֆունկցիաների հետ կապված թեմա է, դեկորատորը ոնց որ ֆունկցիայի պահելաձև փոխելու համար ֆունկցիա է, եթե տենց շատ օդի մեջ ասեմ, հեսա հետո կգնանք առաջ ավելի նորմալ հասկանանք։ Իրանք մեզ պետք են նախ որտեվ հենց իրենք իրենցով շատ ուժեղ գործիք են ու երբեմն շատ հեշտացնում են կյանքը։ Երկրորդն էլ որտեվ իրանք նախապայմանն են կլասներ թեմայից ինչ-որ բաների, նախապայման ասելս ոնց որ կարելի է ցրել առանց իրենց հասկանալու էլ անել դասը, բայց շատ ավելի հաճելի է, երբ որ հասկանում ենք իրենք ինչ են, ոչ թե ուղղակի անգիր ենք անում գրելաձև ինչ-որ։ Դրա համար այսօր դեկորատորները կծածկենք ու արդեն հանգիստ սրտով հարաշաբաթվանից կգնանք դեպի կլասներ։ Այստեղ խառը նյութեր է տեղադրած, YouTube-ի ալիքա ու տեքստային նյութա, երկուսն էլ բավականին որակով են ու ահագին խորհուրդ կտամ դրանք նայեք, ինչպես նաև մի հատ այնտեղ գաղափար է լինելու արգումենտ ընդունող դեկորատորներ, որը մենք չենք ծածկելու, բայց չի խանգարի իմանալ ու կարեք այս հղումներով ուսումնասիրեք, եթե հարցեր լինի խաբար անեք ու տենց։ Լավ, անցնենք տեսնենք, թե իրենք ինչ են, նախ մի երկու հատ իմպորտ անենք ու եկեք ոնց որ բանով կգանք, էլի, օրինակով կգանք, կտեսնենք մի հատ ինչ-որ պրոբլեմ, հետո կմտածենք լավ, ոնց կարանք այդ պրոբլեմը ավելի պրոբլեմին սիրուն լուծում տանք, այդտեղից հետո կհանգենք դեկորատորների գաղափարին ու կնայենք խառը օրինակներ, համ ոնց որ մեր գրած դեկորատորների, համ վերջում կնայենք պատրաստի դեկորատորի օրինակ, որը որ տենց շատ հաճելի է։ Okay. Պատկերացրեք մի հատ ֆունկցիա ունենք, որը ինչ-որ տենց շատ օմպի չափ մեծ հաշվարկներ է անում, տենց այդ ահավոր երկար է տևում իր հաշվարկը, այս մեկը իրականում տենց շատ արագ է տևում, մի քիչ դժվարանում է օրինակ գտնեմ, որը որ բան կանի, իրոք երկար կտևի, բայց պատկերացրեք ոնց որ ինչ-որ ֆունկցիա է, որ երկար է տևում ու հետաքրքիր է մեզ դե լավ է, ինչքան երկար է աշխատում, ու զուգահեռ ունենք մի հատ էլ ուրիշ երկրորդ տենց ֆունկցիան, ինչ որ տենց պրոյեկտի վրա ենք աշխատում, որ մեծ հաշվարկներ է պահանջում, երկու հատ ֆունկցիա ունենք, որ երկար աշխատում են, օրինակ այս մեկը ուղղակի գրամա print ու time get sleep 1 իբր երկար է աշխատում, էլի արհեստականորեն տենց ստեղծած է, աշխատացնենք, մի վայրկյան աշխատեց, հիմա քանի որ երկար են աշխատում, մեզ կարող հետաքրքիր ասի, լավ, օքեյ, բա ինչքան ժամանակ են աշխատում։ Կարանք իմանանք դա։ Դե դրա համար ինչ ենք անում, ժողովուրդ, այս կոդից առաջ պետք է դնենք թայմեր միացնենք, չէ՞։ Նայենք ինչ վայրկյան է հիմա։ Հետո այս կոդի աշխատելուց հետո նայենք ու իրարից եթե հանենք, կստացվի տևողությունը, չէ՞։ Ահա, այսինքն ստեղ ասելու ենք print starting st-ն հավասար է time get perf counter կամ time get time, հետո այս մեր boon կոդը, հետո տևողությունը հավասար է մի հատ էլ ենք վայրկյանին նայում ու հանում այս մեր start-ը ու տպում ենք տևողությունը այսքան։ Հիմա որ այս ֆունկցիան աշխատացնեմ, տեսանք starting, աշխատել ու տևողությունն էլ այս նշանակում է 10-5 աստիճան, այսինքն 0.0005, կարող է մի 0 ավել պակաս ասցի ուշադիր չէի, ահա, աշխատեց։ Հիմա եթե ուզենանք այս մյուս ֆունկցիան էլ տենց անենք, ինչ պետք է անենք, պետք է էլի ֆունկցիայի սկզբում գրենք starting, ժամանակը հավասար է time get performance counter, հետո ուղղակի այս մեր ֆունկցիան, հետո տևողությունը ֆիքսենք ու տպենք, որ ստե օրինակ տպենք done ու տևողությունը։ Եկեք լուրջ ձև լինի, մի տողով տպեմ էլի։ Հիմա սա եթե աշխատացնենք, ահա, աշխատեց, տպեց։ Բարձր ժողովուրդ միջև այս պահի ինչ ենք անում։ Ղևանդ լսում եմ։ Այ ջան, բանը սկզբից time perf counter-ը ժամանակն է վերցնում, ժամանակ ենք անում, հետո որ time sleep ենք անում, ինքը նորից վերցնում ենք time perf counter-ը, այսինքն այդ time sleep-ի ժամանակն է հաշվում, չէ՞։ Time sleep հետո Այս perf counter-ին ոնց որ հետաքրքիր չի ընդհանրապես ինչա տեղի ունենում, ուղղակի
Այս այդ պահին այս ծրագիրը հենց աշխատեց վերջացավ, գալիս է սա է աշխատում ու ֆիքսում է ժամանակը, էլի։ Այսինքն այս sleep-ի հետ ոչ մի կապ չունի, էլի, այս sleep-ը պատկերացրեք ուղղակի երկար ֆունկցիա է գրած, ոչ թե իսկականից սա ուղղակի իմիտացիա է անում ծրագիր, որը մի վայրկյան կաշխատեր, էլի։ Հա, այսինքն դա դրա հետ կապ չունի։ Հա, time per n հաշվարկի հետ կապ չունի։ Ահա, այստեղ կարայի ուղղակի կոդ գրեի, եթե ուզում եմ տնամ այս print z-ն ինչքան է աշխատում, սենց թողեի, բայց ուղղակի սենց ասելու էր 10-6 վայրկյան, ուզում եմ մի քիչ երկար աշխատի կոդը, դրա համար սա գրեցի, էլի, զուտ է դա։ Հա, եղավ, մերսի։ Դες մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Այս perf counter-ը արածը զուտ բանն է, էլի, վայրկյան ֆիքսել, 4 վայրկյան տվեց այս երկուսի արանքը, 26 մինուս 22։ Հա, ժողովուրդ, մի հատ ուշադիր եթե լինենք, եկեք սա ուզում եք copy paste անեմ, դնեմ այս սրա ներտակը, այստեղ։ Այս մի ֆունկցիան է, անպիչապ մեծ հաշվարկը, այն էլ ուրիշ երկար ֆունկցիան։ Նկատում եք ինչքան կոդի կրկնություն կա։ Ըստ էության միակ տարբերվող բաները այս ներսի ծրագիրն է, չէ, այն բուն բանը, որ ֆունկցիան անում է։ Մնացածը ինչ որ տենց հավելյալ ոնց որ ֆունկցիայի աշխատանքը ընդլայնող հավելյալ բան է, չէ։ Այդ ժամանակ ֆիքսելը ու ժամանակը հանել, էլի ֆիքսել իրարից հանել, տևողություն տպելը։ Երկու տեղն էլ լրիվ նույն բանն է, այս երկու ֆունկցիանը լրիվ նույն ձևով ընդլայնվել են, այսինքն իրենց ավելացվել է մի հատ թազա ինչ որ ֆունկցիոնալ տևողություն ֆաշվելու ֆունկցիոնը։ Հիմա ավանդական տենց մեր bootmat-ի օրենքով, եթե տեսնում ենք ինչ որտեղ կոդի կրկնություն, նշան է նրա, որ երևի ինչ որ բան կարելի է ավելի լավ անել։ Ոստեղ այդ ինչ որ ավելի լավ բանը դեկորատորներն են հենց։ Եկեք բայց մենք դանդաղ գնանք տեսնենք սա ոնց կարենք լավացնել։ Ահա։ Եթե բուն էական ֆունկցիան այսքանն է, մնացածը կողքից սենց լրացուցիչ բան է, դեկորացիա է սենց ասած, կարանք փորձենք սենց բան անել։ Եթե օրինակ ես այդտեղ գրեի, ասեի, օրինակ ֆունկցիան հավասար է ու այս նախնական ֆունկցիաները բերեի, այս սկզբում եղածները։ Եկեք իրենց էլի ներքև բերենք։ Եթե այս սրանց բերեի, սկզբնականին, ուստեղ ուղղակի ասեի ֆունկցիան հավասար է, ու օրինակ գրեի անպիչապ մեծ հաշվարկ, հետո գայի ասեի print starting st-ն հավասար է time get performance counter, հետո ֆունկցիան աշխատացնեի, հետո ասեի տևողությունը հասարը բան, սա գրեի, ահա, տեսեք այս առաջի ծրագիրը աշխատեց, հիմա սրա տեղը որ գնեմ երկրորդ ֆունկցիան, այս ուրիշ երկար ֆունկցիան, ահա, աշխատեց այս մի ծրագիրը։ Ըստ էության ինչ է ստել լինում, որ գրում եմ ֆունկցիան ու կանչում եմ, ինքը կամ բերում է այս սա է աշխատացնում, ու ստանում ենք ծրագիր, որը որ էկվիվալենտ է այս սրան, այս լրիվ այս նույն ծրագիրն ենք ստանում։ Կամ այն մյուսից է բերում այն երկու տողը, ստանում ենք ծրագիր, որ այդ վերևի ընդլայնված ֆունկցիոնալով ֆունկցիային է նման։ Այս ձևով ոնց որ արդեն կարողացանք բան անենք։ Կոդի կրկնությունից խուսափենք, ուղղակի ընդգծենք, թե որ ֆունկցիայի համար ենք ուզում աշխատացնենք ծրագիրը, ու ինքը այդ ընդլայնված ֆունկցիոնալով աշխատի։ Այսա արդեն բավականին մոտիկա մեր դեկորատորներին։ Բայց ժողովուրդ, ոնց որ սա ֆունկցիա չի, չէ, այս ինչ որ կոդի մեջ բջիջ են փոխել, բայց մենք կուզեինք ֆունկցիա ունենանք, չէ, ի վերջո։ Դրա համար ինչ կարանք անենք։
Կարանք ոնց որ սարքենք մի հատ ինչ-որ թազա ֆունկցիա, որի սաղ դերը կլինի են, որ ինքը կվերցնի ինչ-որ ուրիշ ֆունկցիա, կտպի print starting տտտ, կաշխատացնի այդ ֆունկցիան, ու ստեղ կտպի բան, ժամանակը կֆիքսի, կտպի տևողություն։ Այսինքն այդ ֆունկցիայի էությունը ինչն ա լինելու, ինքը ոչ այս հաշվարկն անելու, ոչ թե time get sleep-ն անելու, չէ։ Այդ ճիշտ անելու է իրենց, հա, բայց իր դերը ավելի շատ լինում է դրանից բացի ընդլայնել ֆունկցիայի հնարավորությունները։ Եկեք տեսնենք ոնց կարանք դա անենք։ Ստեղ եթե ասենք նոր ֆունկցիա, ու մեջը լինի print starting, st-ն հավասար է տտտ եւ այլն, ու ստեղ ուղղակի ֆունկ, ոչ թե սա ֆունկցիայի կոդը, ու սա եթե աշխատացնենք։ Ու ստեղ եթե չմոռանայինք սենց անել։ Արդեն երբ որ կանչեինք, ֆունկցիան կդներ, կաշխատեր։ Ուղղակի ստեղ ոնց որ ցանկալի կլիներ փոփոխականի ստեղծումն ոչ թե դրսից անեինք, այլ ֆունկցիան ներսում ընդուներ, էլի։ Այսինքն իրան ասեինք, ըստ թազա ֆունկցիա ջան, վերցրու ամպիչափ մեծ հաշվարկը, ինքը այդ ամեն ինչը աներ ամպիչափ մեծ հաշվարկի համար։ Գաղափարական մակարդակով մինչև ստեղ ինչ-որ հարց կա, ժողովուրդ։ Արամ, լսում եմ։ Իսկ մի բան հարցեմ, այս high order function-ներից ինչով է տարբերվում սա։ Ոչ մի բանով, ոնց որ դեկորատորները հենց բարձր կարգի ֆունկցիա են, ուղղակի մի հատ շատ սպეციფიկ բարձր կարգի ֆունկցիա են ու իրենց լրացուցիչ գրելաձևն են ունենալու, բայց այդ շատ լավ նշեցիք, հեսա կակրաս մի հատ վերհիշելու էինք, որ բան այդ ինչ բան են էլի, առաջի կարգի ֆունկցիաները։ Okay, լավ, merci։ Ձեզ մերսի, լավ նկատառում էր։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Ղևոնդ լսում եմ։ Այդպես դե ֆանքի որ հավասար է ամպիչափ մեծ հաշվարկ, եթե առանց փակագծերի դա ի՞նչն է ֆունկցիան առանց փակագծերի 6 Այս ուղղակի ոնց որ փոփոխականն ենք օգտագործում իրան, այսինքն ասում ենք այս ֆունկցիա ասելով կհասկանանք n ինստրուկցիան, որ գրած է այս ամպիչափ մեծ հաշվարկի համար նախատեսված բջջում, բան բջիջի մեջ հիշողությանը տուփում sense ասած։ Հիմա որ ասենք ֆունկցիա ու արդեն կլոր փակագծերը դնենք, ինքը կաշխատացնի այս բանը։ իր մեջ բանը կաշխատացնի արդեն։ Այստեղ եթե ես գրեմ print ամպիչափ մեծ հաշվարկ առանց կանչելու, ինքը ուղղակի ասում է ֆունկցիա ամպիչափ մեծ հաշվարկ ըթ, այսինքն գտնվում է ու այս բանում, այս հասցեում։ Հիմա նույնը ասում եմ։ Չէ, ոչ բան չի ասում։ Հիմա նույնը եթե գրենք այստեղ print func, քանի որ ուղղակի փոփոխականով հավասարացրել ենք, այստեղ ասում է, հավայ, մի հատ նորից աշխատացնեմ։ Այ հիմա էլի ասում է print ամպիչափ մեծ function ամպիչափ մեծ հաշվարկ ըթ նույն հասցե։ Փակագծով էլ ոնց որ խոդ ենք տալիս ֆունկցիան ու աշխատում է։ Եղավ հասկացա, մերսի։ Ձեզ մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Ներավ։ Հիմա այս մեր թազա ֆունկցիան, որը որ այդ ժամանակը չափելու է ու լսում եմ։ Այսինքն այդ ֆունկցիան դուք վերագրում եք ոնց որ բան փոփոխականի էլի, այսինքն ֆունկցիայի բջիջը վերագրում եք փոփոխականի, հետո այդ փոփոխականը ֆունկցիայով կանչում եք sense ասած։ Կարելի է ասել, հա, ոնց որ փոփոխական ասելս, այս ամպիչափ մեծ հաշվարկ գրածը ինքն էլ է, իրան էլ կարանք, իր մասին էլ կարանք մտածենք որպես փոփոխական, որովհետև լավ եկեք այդ հիմա մի հատ վերհիշենք, որովհետև ֆունկցիաները հենց համարվում էին առաջին դասի օբյեկտներ, այդ նշանակում է իրանք կարող գնան որպես ֆունկցիայի input, output ու իրենց լրիվ պահեն նենց, ոնց ասենք float փոփոխականն է իրան պահում։ Ես դասը ոնց որ թե բացեմ թողել լավ հաս։
Այս բանն էր, ֆունկցիաներ երկուսն է, եթե ճիշտ եմ։ Հա, հիշեցի, ես բաց եմ թողել։ Եղավ Հայկ ջան, ես այդ վիդեոն անպայման կնայեմ։ Բարի Մերսի։ բարի։ Բայց մի հատ էլ արագ, քանի ես բջջի վրա ենք որպես հիշեցում, եթե ստեղ ունենք ինչ-որ ֆունկցիա, որ ասենք իսպանական անունն է վերցնում ու իսպանական բարևում է, տենց վերջում իտոյ է ավելացնում օրինակ, կամ ասենք դինոզավրական, որ ազավր է ավելացնում, մենք կարող ենք ընդհանրացնենք, ասենք մի հատ ուրիշ ֆունկցիա ունենանք բարևել անունով, որ ընդունում է անուն ու ընդհանում է ինչ-որ ֆունկցիա։ Հենց ոչ թե ֆունկցիան աշխատացրած, այլ ուղղակի ինստրուկցիաների հավաքածուի վրա բան, ասած ասած, ուղղորդող փոփոխական, ու հետո ինքը արդեն այդ ֆունկցիայի մեջ դնում է անունով աշխատացնում, այս ձևով եթե օրինակ ասենք բարևել, անուն ու դինոզավրական բարև է անելու, էլի։ Հա, լավ։ Մերսի։ Ահա, հա, ընտրամ, դες մերսի։ Դրանով, այս մեր նոր ֆունկցիան, որ սա ուզելու ենք սարքել, որ ժամանակը չափում է, եկեք իրան իմաստային ասենք, որ ինքը իր բանի իմաստը, որ թայմերն է, ինքը վերցնում է ինչ-որ ֆունկցիա, ու այդ ֆունկցիային տալիս է թայմերի վերցրած ինչ-որ ֆունկ, ու իրան դարձնում է վայրկյանաչափով աշխատող ֆունկցիա։ Այսինքն ինչ է անում, գալիս է սա դնում է, ժամանակը ֆիքսում է, հետո ֆունկցիային է կանչում, հենց բուն, այն ինչ տվել ենք, հետո այս է անում։ Բայց հիմա որ սենց գրեմ, այս սրանով ոնց որ ես պետքա միշտ օգտվեմ այս թայմերին պետքա կանչեմ կոնկրետ ինչ-որ input-ով, բայց ինչը հրաշալի կլիներ, որ ուղղակի հենց այս բուն ամպի չափ մեծ հաշվարկի ու այս մեր ուրիշ երկար ֆունկցիայի աշխատանքները ընդլայնվեին։ Այսինքն մեր այն ուզած բանը այն էր, երբ որ ունեինք ստեղ երկարով, որ եթե գրեինք ուրիշ երկար ֆունկցիա, ինքը այսենց թայմերի ֆունկցիոնալ ունենար, չէ՞։ Նույնը եթե գրեինք այս ամպի չափ մեծ հաշվարկի, ինքը էլի թայմերի ֆունկցիոնալ ունենա։ Այսինքն մենք ոչ թե ուզում ենք մի հատ երրորդ ֆունկցիա, որին որ մենք տալիս ենք այս մեր չուժեղացրած ֆունկցիաները ու ինքը աշխատում է, այլ մենք կուզենք հենց այս մեր ֆունկցիաները ուժեղանար։ Մենք կուզենք այս կոդը ունենանք։ Ուղղակի այս կոդը ունենանք, այս ու այս կոդերը ունենանք, այ ճիշտ, առանց շատ այդ կոդը երկարացնելու։ Ասենց ասած, կարակ պատկերացնենք, ոնց որ մենք կուզենք սարքենք մի հատ ֆունկցիա, որը որ վերցնում է մի հատ ուրիշ ֆունկցիա, այդ ուրիշ ֆունկցիան սենց ընդլայնում է, ուժեղացնում է, լավացնում է ու մեզ հետ է տալիս։ Սենց ասած, կարակ պատկերացնենք մի հատ ինչ-որ բան, մեքենա ֆունկցիան մեր մեքենան է, ունենք մի հատ ինչ-որ բան, ավտոսերվիս, ֆունկցիան գայս է մտնում է այդ ավտոսերվիսի մեջ, օրինակ իրան ավելացվում է բան, մագնիտոֆոն ու դուրս է գալիս այդ երաժշտությունով ֆունկցիան։ Հիմա տեղ ինչ ավտո մտնի այդ սերվիսի մեջ, այդ ավտոն էլի մնալու է ավտո, էլի ունենալու է ասաղ այդ 4 ակ, քշել եւ այլն, ուղղակի իրան կավելանա այդ մագնիտոֆոնը երաժշտության բանը երաժշտությունով կընդլայնենք այդ ֆունկցիան, ասենց ասած։ Կդեկորացնենք այս մեր եղած ավտոն, հենց որ ինքը նաեւ երաժշտություն էլ նաեւ որ տենց երկի այդ ավտոն։ Միտքը դեկորատորների այդ դա է։ Իրանք լինում են ֆունկցիա, որը որ ընդունում է ֆունկցիա ու վերադարձնում է այդ նույն ֆունկցիան ինչ որ ձևով ընդլայնված, ինչ որ բանով լավացված։ Այս օրինակով եթե նայենք, հիմա սա այս թայմերը, ինքը ֆունկցիա չի վերադարձնում մեզ, չէ՞։ Ինքը ուղղակի այս ֆունկցիան աշխատացնում է այս թազա ավել բաներով։ Այսինքն սրա դեպքում ես ունենալու եմ timer ու ասեմ ամպի չափ մեծ ֆունկցիա կամ timer ու բան ուրիշ երկար ֆունկցիա։ Այսինքն սա
ոչ թե այս ձևով ոչ թե մի հատ բան Mercedes մտավ ու մագնիտոֆոն ունեցավ, մի հատ հետո, չգիտեմ, Niva մտավ ու մագնիտոֆոն ունեցավ, այլ այս ձևով ուղղակի մենք ասում ենք արի բանի մոտ կանգնի, այդ մեր ավտոսերվիսի կողքը կանգնի, երգը կլսես։ Դու էլ որ գաս մեր ավտոսերվիսի կողքը կանգնես, երգը կլսես։ Ավտոներին չենք լավացրել։ Դե ոնց պետք է անենք, որ լավացված տարբերակ ունենանք ֆունկցիաների, ոնց որ նախ եթե ուզում ենք կարողանանք վերադարձնենք այս սաղ պատմությունը, return ունենանք գրած։ Ոնց որ մենք պետք է ասենք return, ու մեր return արածը այս ամեն ինչն է, չէ՞։ Որտեվ սա է այդ underline-ված ֆունկցիան, բայց ոչ չենք կարող գրենք return այսենց։ Բայց փոխարենը, եթե սա դնենք ֆունկցիայի մեջ, այսինքն եթե այստեղ ասեմ def ուժեղացրած ֆունկցիա օրինակ, stronger function, ու ստեղ տամ այս ամեն ինչը, ուստեղ ասեմ return արա դե stronger function-ը, չեմ կանչում ոչ մի բան, չեմ աշխատացնում, ուղղակի ասում եմ return stronger function։ Հիմա սա աշխատացնելուց, եթե ես ստեղ ասեմ timer, ու ասեմ ուրիշ երկար ֆունկցիա, նայեք, ինքը տվեց մեզ մի հատ թազա ֆունկցիա։ Հիմա եթե այստեղ ասեմ երկար բան, ուժեղ, ու հետո ասեմ երկար ուժեղ փակագից կանչեմ։ Տեսեք, աշխատեց։ Starting z ու աշխատեց։ Այստեղ եթե սրա փոխարենը ուրիշ փոփոխական պահի։ Հիմա եթե ուզենայի մյուս ֆունկցիան աշխատացնեի, ու այստեղ գրեի ամպիչափ մեծ հաշվարկ, հիմա այս մյուսը աշխատեց այդ online-ված տարբերակով։ Այսինքն այս երկար ուժեղը դառավ թազա ֆունկցիա, որը իրենից ներկայացնում է ամպիչափ մեծ հաշվարկը underline-ված ձևով։ Դեկորացված ամպիչափ մեծ հաշվարկն է սա։ Ու եթե սրա փոխարեն ես գրեի ուղղակի ամպիչափ մեծ հաշվարկը հավասար է սրան, timer ամպիչափ մեծ հաշվարկ։ Արդեն այս մեր բուն ամպիչափ մեծ հաշվարկ ֆունկցիան սկզբնական դառավ underline-ված այս ձևով։ Ինձ մենք մեր ամպիչափ մեծ հաշվարկի ֆունկցիոնալը underline-եցինք, որ ինքը իր մեջ ներառի վայրկյանաչափ։ Սա հələ էլի բուն դեկորատորներին չենք հասել, դեկորատորները էլ ավելի էլեգանտ բան են, որովհետև ստեղ էլ օրինակ, եթե ես ուզենամ բան անեմ, օքեյ, այդ timer-ը չունենամ, վայրկյանաչափը չմիացնեմ սրա համար, արդեն ոնց որ փոփոխականը վերագրվել է, պետք է գնամ վերևից նորից իրան աշխատացնեմ, այդքան էլ էլեգանտ բան չի, դեկորատորները լավ հավեսով էլեգանտ են էլի, ու նաև ասենց այս ներդրումը չկա, որ timer, ամպիչափ մեծ հաշվարկ, դեռ մի հատ է, եթե ֆունկցիան input-ներ ունենա, էլ ավելի անհարմար կլինի, կտեսնենք լավ է, ոնց դեկորատորները ինչքան ավելի սիրուն են, բայց մինչև ստեղ ինչ-որ հարց, հիմնական գաղափարը ժողովուրդ այս է, որ ֆունկցիա է, որը ընդունում է, ֆունկցիա է, որի դերն է ուրիշ ֆունկցիաներին լավացնել, ընդունում է այդ ֆունկցիան, որ պետք է լավացնի, ստեղծում է լավացված տարբերակը այդ ֆունկցիայի ու մեզ վերադարձնում։ Ավտոների օրինակով ես չգիտեմ խի ինչ որ փոքր վաղ ես մի ռուսական հաղորդում եմ հիշում, ինչ որ տաճկու նապրակաճկու, եթե չեմ սխալվում, հայերեն էլ են ցույց տալիս, որ հենց այդ ավտոների օրինակը տեղից է։ Ավտոն գալիս էր, իրան ինչ որ ձև այդ պրակաճկա անելը բան, ինչ որ ձև ուժեղացնում, լավացնում, հզորացնում էին ու հետ էին ուղարկում։ Մենք հիմա ոնց որ այդ հաղորդման գործն ենք անում, էլի դեկորատորները այդ հաղորդումն են։ Լավ, բայց մի հատ ստեղ էլ սուս մնամ, տեսնեմ հարց կա թե չէ։ Okay։ Մի հատ նորից աշխատացնեմ այս մեր ֆունկցիաների կոդը, որ բան վերևի գրված ջրվի, ներքևի գրված ջրվի։ Հա։ Ահա, մեր սաղությունը սա էր։ Timer ֆունկցիա, նոր ֆունկցիա, ստեղ փոփոխականը բան։ Stronger ֆունկցիա ինքն գրեց շնայց։ Լավ, եկեք բջիջնջեմ։ Ու հիմա գանք այս մեր ամենահավես մասին, որ սենց գրելու փոխարեն
թազա փոփոխական հավասարա timer ֆունկցիան որպես input, հետո թազա փոփոխական ու այդ ֆունկցիան աշխատացնել կամ օրինակ նույն փոփոխականով անել։ Այ դրա տեղը ունենք մի հատ այս բաներից մեկում, այս վերևի կցված նյութերից մեկում է սրան անվանում էր բան syntaxic sugar, ոնց որ թե, այսինքն գրելաձևային տեսոք, որտեղ այնց քաղցր լավ հարմար բան է։ Ինչ կարանք անենք, եթե այս ֆունկցիայի սահմանման վերևը գրենք շնիկ timer, ինքը միանգամից այս մեր օրինակ ուրիշ երկար ֆունկցիային կավելացնի այդ մեր ամեն ինչը ինչ գրված էր։ Այսինքն ինքը ավտոմատ այս ուրիշ երկար ֆունկցիային աշխատացնելուց ոչ թե աշխատելու է այս ծրագիրը, այլ աշխատելու է այս ծրագիրը, այսինքն շնիկ դնելը ավտոմատ ոնց որ ասում է, մինչև աշխատելը կգնաս կմտնես ոնց որ այս ավտոյի վերևը եթե նշենք շնիկ երաժշտություն, ասում ենք ավտոն քշելուց առաջ, այս ավտոն անպայման կտանեք այդ մեր բանը, ավտոսերվիսը, մագնիտոֆոնը կդնեն, նոր կքշեք։ Ուղղակի առանց այս ներդրումների, առանց ինչ-որ բաների։ Նույն կերպ այս ամպիչափ մեծ հաշվարկի վերևում, որ այս timer-ը գրել եմ, ահա, հիմա էլ այդ ամպիչափ մեծ հաշվարկն է տենց աշխատում։ Ուզում եմ այտենց չաշխատի, ուղղակի եթե սա բռնեմ ջնջեմ, աշխատեցին սովորականի ձև, սովորականի պես։ Սենց ասած, պիտի չկա ոնց որ լինի, էլի, ուզենք կմիացնենք այս timer-ը, չենք ուզի չենք միացնի։ Ինչպես նաև հեսա եթե ուրիշ տարբեր բաներ ունենանք այդ ֆունկցիան օնլայնով, այսինքն մի բան լինի մագնիտոֆոնը, մի բան լինի, ասենք, չգիտեմ, տուրբոն, որ արագ քշի, ավտոներից մի քիչ հեռու եմ, շատ բան չեմ կարող ասենց օրինակ բերեմ, բայց կարանք ունենանք տենց լիքը գործիքներ, լիքը լավացնող բաներ, ու երբ ուզենք, որ ուզենք միացնենք, սենց ասած, էլի։ Իհարկե ոնց որ եթե բռնում եմ մուտքեր երկելի կամ իմաստային գաղափարներ էլի, ոչ թե ցանկացած բանին։ Բայց արդեն այս քաղցր շնիկ ու դեկորատորի անունը դարավ մեր բանը։ Ու դարավ սա արդեն մեր դեկորատորը։ Արամ լսում եմ։ Իսկ մի ֆունկցիայի վրա հնարավոր է կիրառել մի քանի դեկորատոր։ Անպայման։ Էդ էլ կտեսնենք այսօր։ Հա։ Այք լսում եմ։ Հայկ ջան, ճիշտն ասած, այս պահը լավ չհասկացա այս շնիկ թայմերի։ Հա, մենք այս մեր timer ֆունկցիան այնց էինք գրել, որ ինքը կարող վերցներ ցանկացած ֆունկցիա, օրինակ այս ամպիչափ մեծ հաշվարկ, ու իրան ավելացնել այդ timer-ի հնարավորությունը, որ եթե սենց գրեի, եկեք սա աշխատացնեմ, այսինքն կլորը գրեմ, աշխատեց այս մեծ բան, ամպիչափ մեծ հաշվարկը, ուղղակի ժամանակատ բան, վարկանաչափը հետ է։ Հիմա եթե ես ուզեմ նենց անեմ, որ ես չգրեմ timer ամպիչափ մեծ հաշվարկ ու կլոր փակագից, այլ ուղղակի փոխարենը զուտ հենց այս ամպիչափ մեծ հաշվարկը նենց անեմ, որ ունենա այդ վարկանաչափը մեջը, այսինքն միանգամից ավտոս ունենա մագնիտոֆոն, ոչ թե ավտոն տանեմ սերվիս, որտեղ երաժշտություն է միացրած։ Դրա համար ոնց որ պետք է լինելու ինձ գրել ամպիչափ մեծ հաշվարկ, ամպիչափ մեծ հաշվարկը հավասար է timer ամպիչափ մեծ հաշվարկ, չէ՞։ Ու սրանից հետո նոր արդեն սա կաշխատի։ Հիմա այս տհաճ գրելաձևի փոխարեն այդ շնիկ timer-ը ուղղակի ոնց որ այսա անելու համար ուրիշ գրելաձև է։ Տակից էսա տեղի ունենում։ Ուղղակի շատ ավելի էլեգանտ ձևով ենք դա գրում։ Նորմալ էր։ Okay։ Էլի ինչ-որ հարցեր, ժողովուրդ։ Բարի։ Հա, չաթում նամակ կա։ Հա, okay։ Ահա, սա ոնց որ սիրուն աշխատում է, որովհետև ֆունկցիաները մեր այդ առաջի կարգի օբյեկտներ են։ Ահա։ Ու
այս բջիջները պետք է ջնջեի, կներեք։ Վայ, հա։ Չի ֆիքսավոր sense կոդի կրկնությունն է իստեղ։ Okay, եկեք հիմա տեսնենք նենց ֆունկցիաների համար, որոնք որ այն մեր երկու ֆունկցիաներ բաներ չի անում, ուղղակի տպում էր ինչ-որ բան, ոչ բան չէին անում ըստ էության։ Եկեք նայենք ֆունկցիաներ, որոնք որ նախ ունեն մուտք, երկրորդն էլ ունեն ելք։ Օրինակ divide ֆունկցիան, որ ընդունում է x ու y ու x-ը բաժանում է y-ի, ու multiply է, xy, որ x անգամ y-ն է վերադարձնում։ Թե ինչ ենք անում, ինչև էս առանց այս ֆունկցիաների չգիտեմ, բայց լավ է արդեն կան, ասենք 22 7 վերածվեց 3 1 4 եւ այլն եւ այլն։ P շատ թույլ մոտարկում։ Հիմա եկեք ոնց որ պատկերացնենք, որ այս թիմա, որ ուզում ենք լավացնենք այս մեր ֆունկցիան, այդ թող լինի օրինակ նրանով, որ ուզում ենք չենք ուզում ասենց կետիկով 1000 մի բան վերադարձնի, ուզում ենք կլորացնենք ֆունկցիան։ Այդ դրա համար ինչ պետք է անենք։ Պետք է գրենք ոնց որ այն ինչ վերադարձվում է, այս xy-ը դնենք round ֆունկցիայի մեջ, ու ասենք xy բաժանած 2։ Այսինքն այս մեր return value-ն եթե հավասար էր x բաժանած y-ի, հիմա թող լինի round return value 2։ Ու նույնն էլ ստեղ։ Այսպես։ Մենակ թե ստեղ բազմապատկած արդեն։ Սենց որ անենք, արդեն կլորացվեց։ Բայց ոնց որ ստեղ սա եղավ նման նրան, էլի նույն կոդի կրկնությունը եղավ, ինչ այն ժամանակ ունեինք բանի տեսքով, չէ՞։ Այնտեղ են վերևում, որ գրում էինք st-ն հավասար է time get perf counters, հետո ներքևում գրում էինք dant տ, իսկ այդ ընդլայնումը ֆունկցիայի, այս պայծրությամբ էլի եղավ ուղղակի հենց ֆունկցիայի ներսում մենակ մի հատիկով։ Եկեք տեսնենք ոնց կարանք դա դեկորատորով անենք։ Մի հատ նախ սա աշխատացնեմ, որ այս սկզբնական տեսքերը գա ֆունկցիաների։ Հիմա եթե պատկերացնենք ինչ է ստեղ տեղի ունենում, հիմա եթե ունենանք ինչ որ round անող ֆունկցիա, rounder կլորացուցիչ, ընդունում է ֆունկցիան, հիմա պետք է մենք թազա ֆունկցիա սարքենք, չէ՞ որ կլորացնելու օպցիան ունենալու է իր մեջ։ Այս ներսի ֆունկցիային ես այնտեղ որ գրել էի նոր ֆունկցիա կամ ուժեղացնող ֆունկցիա, չգիտեմ, իրան ընդունված է անունը դնել wrapper, wrapper բանն է, wrapper-ը ոնց որ գրկող ֆունկցիա։ Այսինքն վերցնում է մեր ֆունկցիան իրան ինչ որ ձևով wrap անում ուրիշ բաներով, փաթեթավորում է ուրիշ բաներով ու վերադարձնում է, տեղից ուղղակի այդ wrapper անունն է ընդունված։ Այս wrapper-ը ինչ պետք է անի։ Վերցնում է ինչ որ xy, չէ՞, որտեղ պետք է ոնց որ rounder-ը վերցնում է ֆունկցիան, ինքը ասում է այս ֆունկցիան վերցրու, խնդրում եմ բանարը։ Կլորացնելու հնարավորություն ունեցող տարբերակը վերադարձրու ֆունկցիայի, բայց այդ ֆունկցիան էլ մուտքեր ուներ, չէ՞, որ պետք է այս ֆունկցիային xy տանք։ Այդ մեր թազա ֆունկցիան է, wrapper ֆունկցիան է, որտեղ ինքը պետք է լինի նույն ֆունկցիան, լրիվ նույն ձև աշխատի ոնց ֆունկցիան է, բայց կլորացնելով։ Դրա համար պետք է input-ներն էլ լրիվ նույնը լինի։ xy-ը ընդունում, ու հիմա իր գործը ինչ պետք է լինի, սովորական արդյունքը հաշվի, ռեզուլտատը հավասար է ֆունկցիայի xy, ու վերադարձնի կլորացված ռեզուլտատը, չէ՞։ Հիմա եթե սա աշխատացնենք ու ստեղ էս divide ու multiply-ը rounder-ի հնարավորություն տանք իրենց։ Տեսեք արդեն կլորացվեցին։ Նորմալ է սա ժողովուրդ։ Այսքան մտքում, եթե ուզում եք հիշեք ոնց որ որտեղ ինչ input-ն է գնում, հիշեք ամեն մեկի դերը որն է։ Rounder-ի դերը այնա, որ ինքը իմանա թե ինչ ֆունկցիայի հետ է գործում, այսինքն ինքը մենակ կվերցնի ֆունկցիան։ Wrapper-ի դերը այնա, որ ինքը պետք է իմանա թե wrapper-ի դերը այնա, որ ինքը պետք է փոխարինի այս մեր ֆունկցիային դառնալով իրանից ավելի լավը։ Այսինքն ինքը պետք է նույն կերպ աշխատի, նույն մուտքով, նույն ելքով, առնվազն հիմնականում միտքը դա է։
Ինչ հենց մեր բուն ֆունկցիա։ Այսինքն x-y-ը պետք է վերադարձնի ու պետք է էլի x-y-ը պետք է վերադարձնի ու պետք է մի արժեք վերադարձնի։ Այս օքեյ է ժողովուրդ։ Որտեվ ստեղ էլ ինչա տեղ ունենում, ստեղ տեղ է ունենում, որ ասում ենք մենք multiply-ը հավասար է rounder multiply ու նաև ոնց որ մեր x-y-ն էլ ենք մուտքում տալիս, էլի։ Ստեղ արդեն մի քիչ այսպես արտահայտելով դժվար է, որտեվ այշուտ այս ենք անում, էլի։ Սենց ասած առանց այս բանի դեկորատորի էկվիվալենտ կոդը գրելը շատ ավելի անհարմար է դառնում, որտեվ ոչ այնա սենց ասենք, ոչ այնա ասենք սենց, որտեվ մի տողով չես գրի, էլի, սա սիրուն։ Մեծ դեկորատորով շատ սիրուն կկազմակերպես։ Նա մի հատ արագ նշեմ, որ ոնց որ կարանք հիմա այս սրանց նաև եթե ուզում ենք մենք ոնց որ պատկերացրեք այդ գործիքները ունենք, էլի, մագնիտոֆոնը ունենք, այդ տուրբոն ունենք, ինչ որ փափուկ նստատեղը, հարմար նստատեղը ունենք եւ այլն, այդ տարբեր խառը այդ բարձիկը ունենք, չգիտեմ։ Խառը տարբեր գործիքներ ոնց որ sense ասած ունենք ու կանք իրանց խառը կիրառենք։ Օրինակ, եթե ուզում ենք մի հատ էլ ֆիքսենք ինչքան է տևել, ասում ենք շնիկ timer, շնիկ rounder ու այս մեր ֆունկցիան։ Սովորական այս մեր ֆունկցիան divide-ը։ Այս կլիներ ոնց որ եթե պետք է գրենք timer, rounder, divide, հետո առանձին իրան տայինք այս divide-ի հետ միասին մի ձև 22-7-ը տայինք, աստված գիտի ոնց։ Դրա փոխարենը հա, գայսենք ուղղակի այս սրան։ Այսքան երկու հատ շնիկ դրեցինք։ Հիմա սա որ աշխատացնենք, ահա։ Տեսեք ինչ տվեց։ Error տվեց։ Ինչի՞։ Ասում է այս locals get stronger function-ը 0 արգումենտ է ընդունում, բայց իրանը երկուսն են տվել։ Ինչի՞ ժողովուրդ։ Եկեք նայենք այս մեր timer-ին։ Մեր timer-ը stronger function-ը ոչ մի բան չի ընդունում, չէ՞։ Ինչի որտեվ ոնց որ վարքյանաչափ աշխատացնելու համար մուտքի պահ չկա։ Մենք ստեղ ուղղակի գրում ենք ֆունկցիա ու կանչել իրան։ Այսինքն այստեղ գրված է ֆունկցիա ու ոչ մի փոփոխական։ Դատարկ բանով է կանչած։ Մինչդեռ այս մեր բանին rounder-ին գալիս է input-ներ։ Ու ինքը ասում է ֆունկցիա ու երկու մուտք։ Հիմա ստացվում է, որ timer-ի հետ միասին օգտագործելու համար մեզ պետք է լինելու, որ այս divide-ը չունենար input, rounder-ի համար պետք է լինելու, որ divide-ը ունենար input։ Հիմա ոնց որ խնդրի առաջ են կանգնում, էլի։ Հիմա այս ձևով նշանակում է մեզ անհնար է օգտագործել մեր timer-ը։ Հիմա հարց. ոնց կարանք timer-ի մուտքը փոխենք, սահմանումը փոխենք timer-ի։ Այնց որ ինքը նենց որ իր ներսի է stronger function-ը որ կա, աշխատի համ եթե իրան մուտք կա ինչ որ, համ եթե իրան ոչ մի մուտք չկա։ Ոնց կարանք այդ ընդգծենք, որ ոնց որ կարա համ 0 հատ գա, կարա համ 2 հատ գա, քեզ ամեն ինչին պատրաստ եղի, ամեն ինչի դեպքում աշխատի։ Լսում եմ։ Ինչ որ փոփոխականներ գրենք ու ֆիքսված արժեք տանք։ Ու հետո այդ արժեքները փոխանցենք stronger function-ին, օրինակ։ Այլ ու հետո չօգտագործենք դրան ուղղակի ֆիքսված արժեք։ Հա, բայց սահմանման մեջ եթե գրեցինք, այսինքն ես ուզում եմ, որ stronger function-ը աշխատի համ 0 մուտքի դեպքում, համ 2 մուտքի դեպքում, չէ՞։ Հա, ֆիքսած արժեք ասելով նկատում եք default արժեք։ Հա, հասկացա։ Հա, այս խելոք միտք կարա լինի։ Ուղղակի ոնց որ այս հետո այս ֆունկցիային է պետք է ասենք անհավասարը 3 b-ն հավասարը 4 օրինակ, չէ՞։ Ինչ որ անուններ պետք է տանք այս սրանց, եթե ուզում ենք ֆիքսած լինեն իրանք։ Հակառակ դեպքում չեն կարա default արժեքներ տանք։ Օրինակ, եթե ստեղ գրել եմ AB ու
աշխատացնեմ ու все-таки աշխատացնեմ այս մեր բանը, օրինակ այստեղ մեր ամպի չափ մեծ հաշվարկը եթե աշխատացնեմ, իրան փոխանցվելու է, չէ՞, այս ան 3 բն 4-ը։ Մենք ասում ենք կան ինչ AB։ Կամ լավ XY եթե գրեմ ֆիքսած արժեքներով, նախ չենք իմանալու նաև ֆիքսած արժեքները ինչ գրենք, այնտեղ պետք է ներսում անենք։ Էլի մեկը բողոքելու է ասում, մի վարքան, չէ, ես չգիտեմ, այս ինչ XY-ի մասին է խոսքը գնում։ Եթե բուն ֆունկցիաները փոխենք, ասենք աշխատեք այնց որ օրինակ եթե ես այս ամպի չափ մեծ հաշվարկ ֆունկցիան դարձնեմ, ասեմ դու ընդունում ես XY, որոնք որ ոչ մի բան են, ու իրանց հետ ոչ մի բան չես անում։ Սա ահավոր տարօրինակ ֆունկցիա դարավ։ Այսօր իմաստը ո՞րն է սրա։ Ու որպես տենց բութմատի որպես տենց օրենք մենք եթե ուզում ենք դեկորացնենք մեր ֆունկցիան, այդ նշանակում է որ մենք մեր ֆունկցիային չպետք է, եթե ուզում ենք սարքենք դեկորատոր, այսինքն եթե մագնիտոֆոնի բիզնես ենք անում, մենք չպետք է ակնկալենք, որ մարդը գնալու է իր ավտոյի վրա գործ անի, նոր գա մեր մոտ։ Չէ, մարդը իր ավտոն տալիս է, մենք իրան մագնիտոֆոնը ավելացնում ենք, ուրիշ ոչ մի փոփոխություն ֆունկցիայի հետ։ Եթե չուզեց մագնիտոֆոն օգտագործի, իր ավտոյի վրա պետք է դա ոչ մի ուրիշ ձևով չազդի։ Այսինքն հենց բուն ֆունկցիայի մեջ փոփոխություն անելուց պետք է ամեն ձև փորձենք խուսափենք։ Մեր գործը ուրախություն պատճառելն է ֆունկցիաներին։ Իրանք գան, մենք իրանք թազա բան սովորացնենք, sense ասած այդ թազա սովորած բանով իրանք հետ գնան ավելի խելացված, դեկորացված sense ասած։ Այսինքն մինչդեռ այդ կարա, եթե շատ վիզ դնենք, կարա այդ բանով աշխատի, այդ default արժեքներով տրյուկով աշխատի։ Չնայած երևի եթե մի քիչ ավելի երկար մտածեմ, կանք օրինակ գտնենք, որ ֆունկցիանել բանն էլ դեկորատորն էլ ամեն ինչը փոխելով էլի ինչ որ մի հատ ուրիշ ձև ջարդվի դա։ Բայց մի խոսքով մինչդեռ այդ default argument-ի տարբերակը խորամանկ օրինակ է, որ կարողանանք չտանք այդ ներսում ֆունկցիան։ Պետք է բանենք, որ օքեյ, արժեքը չտվեցինք, բայց մեկը ինքը դառավ ֆունկցիա, որ ունի երկու մուտք։ Մինչդեռ timer-ի դեպքում ինքը պետք է լիներ ֆունկցիա, որը ունի 0 մուտք։ Հա, եթե ինչ որ բան պարզ չէր, ասեք, եթե չէ, համեցեք ուրիշ տարբերակներով։ Նայնել ասում եմ։ Հայկյան իսկ այդտեղ եթե տենց աստղանիշ արգումենտ գրենք, Այո։ Ահա, ահա։ Կարակ եթե ուզում եք միտքը շարունակեք, ճիշտ ասցիք, միանգամից ասցի ճիշտ է։ հա, այդ աստղանիշ արգումենտ գրենք, նախ չենք ֆիքս ինչքան մուտք ընդունի, ու դրանով երևի կլուծվի հարցը, հա։ Այո, հենց էտա։ Այս աստղանիշ args-ը կարա ինչ ուզի լինի, նաև կարա ոնց որ ոչ մի բան լինի։ Ու նաև ոնց որ իր հետ միասին նույն կերպ սարքենք այս kvarks-ը, որտեղ ոնց որ մուտքերը կարող լինեն դիրքային, կարող լինեն keyword-ով, ամեն ինչի հարցերը լուծենք մի անգամից ավտոմատ։ Ահա։ Ոնց որ այստեղ պետք է գրենք այս աստղանիշ args, աստղանիշ kvarks-ը։ Ահա, գանք բռնենք գրենք։ Այստեղ այս return բրազի կարիքը չկա։ Այս ֆունկցիային ասենք աստղանիշ args, աստղանիշ kvarks։ Ահա, նույն կերպ փոխենք այս բանը, rounder ֆունկցիան։ Էլի աստղանիշ args, աստղանիշ kvarks ու նույնը տալիս ենք ֆունկցիային, որովհետև պետքա ինչ մուտք տալիս ենք այս wrapper-ին, պետքա ինքը փոխանցի ֆունկցիային։ Դե wrapper-ը ֆունկցիան աշխատացնում է ու մի բան էլ ավել։ Այս սրանից հետո եթե գրենք, տեսեք երկու բանն էլ եղավ, starting, done, ու այս դեպքում դա ոնց որ ոչ մի վերադասվող արժեք չկար, չտեսանք, ուղղակի none եղավ այստեղ։ Ահա, բայց եթե չէ, միական ներողություն, ոնց ոչ մի արժեք չտեսանք։ Միական։ Divide ու multiply։ Հա, ժողովուրդ, միական, թարսարդականություն բանեմ։ Ոնց որ timer-ի արդյունքը պետք է կլորացնենք, ոչ թե կլորացրածի արդյունքի վրա ժամանակաչափ դնենք։ Մի վարքան։
Վայ, մի վարքյան, մի քիչ հնացած աստեղի կոդը, լավ չեմ դզել է սրա նյութը մինչև դասը, նվավոր եմ, նեծերին են պատմությունը, ժողովուրդ, հա, մի վարքյան կներեք, ստեղ եկեք հերթականությունը հետ փոխեմ, ինչն էր ստեղ պրոբլեմը, ես ընդեղ կոդի մեջ ճիշտ դրած էր, ոտի վրա մտածեցի սխալա փոխեցի, այս մեր վերադարձվող արժեքները, այս թայմերը սկզբում գրել էինք ֆունկցիայի համար, որը որ ենթադրում էինք մուտք չունի, չէ, որտև այդ ամպիչավ մեծ հաշվարկ բանման է ներողություն, ելք չունի, բայց հիմա, որ իրենց ընդլայնում ենք, որ իրենք նաև աշխատեն բանի հետ, օրինակ այդ divide կամ multiply-ի հետ, պետք է ենթադրենք, որ կարան ելք ունեն, որովհետև ընդհանուր առմամբ ֆունկցիան կարա ելք ունենա, ով ասաց, որ ինքը ելք չունի։ Առանց այս արժեքը պահելու հետո վերադարձնելու ստացվում է, որ մենք մեզ սահմանափակում ենք նրանով, որ երբեք չենք կարա գործ ունենանք այն ֆունկցիաների հետ, որոնք որ ելք չունեն։ Դրա համար սա պետք է վերադարձնենք, այդ return res-ը պետք է գրենք։ Ու սրանից հետո արդեն տեսնում ենք, որ ասում է starting, հետո ասաց done, մեկ ու համարյա 0 վայրկյան տվեց, այս է կլորացված տարբերակը։ Այս էլ ասում starting, պատրաստ է 0 վայրկյան տվեց համարյա, այս է կլորացված տարբերակը։ Երկու բանն է կիրառված։ Հարցեր ստեղից ժողովուրդ, ոնց որ թե դու ասացած ձեռ կար մինչև ես տեսել էի, որ ինչ որ բան սխալ եմ անում շատ։ Ահա, Արամ լսում եմ։ Հա, այստեղ ստացվում է, որ մեր ֆունկցիան երկու անգամ է ինքը կանչում, բայց դա եթե դեպք լինի, որ դեկորատորները պետք է, բայց երկու անգամ իրան պետք չի կանչել, դա ոնց կարելի անել։ Կանչը հենց, այսինքն աշխատացվելը ֆունկցիայի երկու անգամ չի լինում։ Այստեղ մենք ունենում ենք ոնց որ մի հատ թազա ֆունկցիա, այս մեր թազա multiply-ը լինում է մեր հին multiply-ը, ուղղակի իրան timer-ի օպցիա ավելացված, նայեք, այստեղ հələ չեմ աշխատացրել։ Timer-ից բացի նաև rounder-ի օպցիա ավելացված։ Այսինքն sense ասած ինքը այս կոդը return x անգամ y-ը դարձնում է return round xy, այս էլ իր հերթին դարձնում է, այստեղ st-ն հավասար է, եկեք գրեմ ուղղակի time get, st-ն հավասար է start, արագ ուղղակի կարճի համար, հետո round xy, հետո end-ը հավասար է time հանած start, սենց ասած, ու վերադարձնում է res-ը։ Այսինքն սա հիմա մի հատիկ ֆունկցիա է, այսինքն ինքը նույն մի հատ ավտոն է, ուղղակի մեջը համ մագնիտոֆոն է դրած, համ բան է դրած, համ անվտանգության այդ բարձիկներն է դրած։ Հա, ուղղակի երկու անգամ էր, չէ՞, ինքը տպում դան timer-ը, որ գրել էիք։ Այսա երկու անգամ է, բայց ոնց որ մի անգամ է divide-ի համար, մի անգամ multiply-ի, էլի։ Այսինքն ուղղակի երկու տարբեր, եկեք առանձին սա գրեմ, կանչեցինք իրան divide-ի համար, մի անգամ սենց աշխատեց, մյուսի համար կանչենք multiply-ի։ Այսինքն մեր հենց boon ֆունկցիան ինքը մի անգամ է աշխատացնում, ուղղակի երկու անգամ wrapper-ների համար է տպում։ Հա, ոնց որ սենց ասած արդեն էս մեր boon ֆունկցիան, divide ֆունկցիան, իր թազա տարբերակը ուղղակի ունի երկու տարբեր printer, մի հատ էս starting-ից, մի հատ էս կլորացնելուց, էլի։ Լավ, պարզես մտածեցի ինքը երկու անգամ է կանչելու, դա լավ չէր լինի, էլի, տենց որ աներ։ Հա, այդ միանշանակ։ Այսինքն, եթե մի հատ է փորձեմ մի քիչ ուրիշ ձև նկարագրեմ, հիմա ոչ թե մենք բազմապատկում ենք արդյունքը, կլորացնում ու այդ կլորացված արդյունքը տալիս timer-ին, չէ, timer-ն, rounder-ն, երկուսն է ֆունկցիաներ են ընդունում։ Երկուսն են ուղղակի ֆունկցիան մի քիչ ընդլայնում են, ու մեզ հետ են տալիս ընդլայնված ֆունկցիա։ Հետո արդեն իրան մի անգամ աշխատացնում ենք։ Այսինքն իրենց սաղ էությունը ուղղակի դեկորատորների գաղափարն է, որ իրենք ուղղակի այդ
կոդի աշխատելուց, այսինքն այս սրանից առաջ ու հետև ինչ որ տողեր են ավելացնում ուրիշ ծրագրի, էլի։ Հիմա այստեղ 2 անգամ է այդ տողերի ավելացումը տեղի ունենում։ Իսկ հերթականությունը վերևից ներքև, այսինքն առաջինը աշխատում է timer-ը հետո round-ը, թե round-ը հետո timer-ը դեկորատորն։ Այստեղ լավ հարց է, այստեղ timer-ն է սկզբում աշխատում, դրա համար սկզբում տեսնում ենք այս starting-ը։ Հետո վերջում կլորացված տարբերակով վերադասնենք այս, որտեղ round-երները աշխատել։ Այսինքն հերթականությունը տենց պիտի ճշտենք վերևից ներքև, ինքը անում փոխանցում է, վերջում մեր ֆունկցիան է աշխատում։ Մի տեսակ տենց լրիվ 100%-ով չեմ վստահ, բայց տենց մի 99%-ով հա, ոնց որ թե ուղղակի վերևից ներքև է տեղադրվում, էլի։ Այսինքն ենթադրենք ունենք տարբեր ստուգումների case-եր, ենթադրենք այդ դեկորատորները ստուգումներ է։ Այսինքն առաջի էտապը ստուգեց, փոխանցում է երկրորդ էտապին ստուգեց, եթե երկու էտապը օքեյ է, երրորդը կանչում։ Տենց կարանք լոգիկա գրենք։ Կարանք, հա, դա էլ կարող նաև լավ կիրառություն լինի։ Ու հենց տենց էլ անում են իրականում, եթե ինչ-որ գրադարանների կոդերը նայեք, լինում է, որ ասենք check ինչ-որ բան, ասենք ստուգի, որ դատարկ չեն մուտքերը օրինակ, ու լիքը ֆունկցիաների գլխին դրած է ստուգի, որ դատարկ չեն, որ եթե դատարկ է, օրինակ զուտ այդ ֆունկցիան չկարողանանք աշխատացնենք, էլի, բայց օգտագործողի տեսանկյունից ինքը ուղղակի գրի ֆունկցիա։ Իրան հաճելի լինի։ Մերսի։ Ձեզ մերսի։ Նարին էլ լսում եմ։ Հայ ջան, ես էլի նմանատիպ մի հատ հարց եմ ուզում տալ, այսինքն ինքը բազմապատկման ու կլորացման այդ ամբողջ գործողության ժամանակահատվածն է հաշվում։ Հա, այս դեպքում հաստատվում է կլորացումը հետն է հաշվում ինչքան տևեց։ Այդ լավ նկատառում էր։ Հա, այսինքն ինքը դառնում է ոնց որ մաթեմի բարդ ֆունկցիայի գաղափարն է երևի, հա, դառնում։ Ապրեք, հա, սա այստեղ լրիվ ֆունկցիաների ներդրում է տեղի ունենում, էլի։ Համադրույթներ է գնում, multiply-ի, round-ի ու timer-ի։ Հա, всё, okay, դա է ուզում հասկանալ։ Մերսի։ Իսկ այդ գալիս է այդ հերթականությամբ գրելուց, չէ՞, այսինքն եթե դուք round-ը վերև գրեիք, timer-ը ներքև, կնշանակեր ինքը բազմապատկման գործողությունը կհաշվեր ժամանակի առումով ու հետո նոր ինքը կկլորացներ։ Հա, այսինքն կլորացման տևողությունը հաշվի չէր առնվի արդեն ինչքան է։ Երբ որ հա, այսինքն այդ հերթականությամբ գալիս է այդ ինչն է ինքը հաշվում։ Հա։ Հա, եղավ, լավ, մերսի շատ։ Այդ ֆունկցիաների բառը լավ ասացիք, իրականում հա, հիմնականում սենց ավելի դժվար է մտածել այդ համադրույթ բանն, բայց ով որ տենց մաթեմի ֆոնով է գալ, բեքգրաունդով է գալիս, կարա այդ լավ օգնի այդ մտքով գալը, էլի։ Okay, ժորդ, էլի հարցեր։ Բարի։ Ահա։ Ես մի քիչ արագանամ, ժողովուրդ, որտեղ բան այսօր ժամանակի սահմանափակում ունեմ։ Մի հատ եթե արագ նայենք ինչ-որ օրինակներ, ասենք եթե ուզում ենք նենց անենք, որ ֆունկցիան ինչ-որ մի հատ ֆունկցիա լինի, ուզենք 2 անգամ աշխատի, ինչ-որ ֆունկցիա ուզենք մի անգամ աշխատի, այսինքն ուզենք ավելացնենք ֆունկցիային հնարավորություն, որ ինքը 2 անգամ աշխատի, չգիտեմ, Santa-ի ֆունկցիան է, լավ երեխա որ տնա, գլխին դեկորատոր սարքենք, սկսի կրկնակի անել նույն գործը, այդ ասենք կարա հավես կազմակերպի բանով։ Ստա ասենք նոր ֆունկցիա, էլի աստանիշ կվարկս, նույնիսկ եթե վստահ եք, թե ինչ մուտքեր է լինելու կամ դեկորատորը ինչ է անելու, ես խորհուրդ կտամ միշտ գրեք աստղանիշ ու այս arcs կվարկսով, որ հետո ինչ որ թազա բան ուզեք կիրառեք, թազա դեկորատոր, թազա ֆունկցիայի վրա, բան միշտ աշխատի։ Սա ամենաճկուն տարբերակն է, ու սրանով ոչ մի բան չեք կորցնում, էլի համեմատ այդ x ու y-ով գրելուն։ Հավ կարող է մի քիչ ավելի հաճելի է, եթե x y գրած լինի ոչ թե սենց, բայց դրանից բացի սենց շատ ավելի ճկուն է սենց գրելը։ Ես մեր 2 անգամ աշխատացնելու դեկորատորը ինչ պետք է անի, պետք է գրասի ֆունկցիա arcs կվարկս ու ասի ֆունկցիա arcs կվարկս։ Կանք թողքի 2 անգամ կանչենք իրան։ Հիմա տեսեք, սա 2 անգամ աշխատեց։ Այսա մի քանի sense էլի խառը օրինակներն ենք դեկորատորների, օրինակ եթե ուզում ենք բան անենք, ինչ որ կայքից ինֆորմացիա քաշենք ու եթե թողենք կոդը աշխատի, ինքը 000 եսիմ քանի վայրկյանում է աշխատելու ու կայքը կարասի մի վայրկյան, դու մարդ չես։ Մարդը sense արագ չի, դու կոմպ ես,
ես կոմպերին չեմ թողում ինձ օգտվեն։ Եթե օրինակ դրա համար ուզենանք դանդաղացնենք ֆունկցիան, կարող սարքենք sense օրինակ մի վռազի ֆունկցիա, որը կանչելուց ֆունկցիան աշխատելուց առաջ ուղղակի time-get sleep-ը անում։ Եկեք սա սարքեմ մի վայրկյան, էլի։ Ահա։ Եթե ունենք ինչ-որ scrape անունով ֆունկցիա, որ գնում քաշում է URL-ից ինֆորմացիա, հիմա եթե ստեղ ասեմ for URL in URL scrape URL սովորական ձևով, նայեք վայրկյանական աշխատեց։ Հիմա եթե դանդաղացնեմ, ասեմ մի վռազի scrape ֆունկցիա ջան, տեսեք հիմա դանդաղ է աշխատում։ Մի հատ ուրիշ հավես դեկորատոր, որ կարող մեզ օգնի, ասենք ինչ-որ մի բան սխալ ենք արել կոդի մեջ, bug ունենք կոդի մեջ, ուզում ենք հասկանանք ուր է այդ bug-ը, իրան վերացնենք, ուզում ենք debug անենք։ Սկսում ենք մեր դետեկտիվ կինոն սխալ error-ը գման գալու։ Կարանք սենց անենք։ Ասենք գրենք dev debug ֆունկցիա ու սենց անենք։ Սկզբում տպենք, ասում մուտքում ստացել եմ, ու այս մեր տվյալները գրեմ։ Ասում ես սկսում եմ աշխատել ու վայրկյանը տպեմ, թե երբ է սկսում աշխատի։ Հետո օրինակ ժամանակ ֆիքսենք, ասենք start end տպենք հետո ծրագիրը աշխատեց այսքան ժամանակ։ Ծրագիրը վերադարձրեց ու այս result-ը։ Հիմա այսքանը եթե արել եմ, եթե գամ այս debug-ը ավելացնեմ օրինակ այս մեր scrape-ին ու աշխատացնեմ։ Նայեք ինչ է դառնում։ Մուտքում ստացել եմ ու այս մեր կայքը։ Սկսելու ժամանակը 0:32։ Այս ճիշտ է ժամանակը ցույց տալիս էլի, ես ուղղակի ուրիշ գոտում եմ։ Քաշեցի, ահա, մուտքը անուն տվեց, ասում է սա քաշեցի տվյալները։ Ծրագիրը աշխատեց 1:01 վայրկյան, ծրագիրը ոչ մեկ չվերադարձրեց։ Հիմա այս ձևով, որտեղ ֆունկցիա ունենամ, որտեղ ինչ-որ բան չի աշխատում։ Կարամ գլխից այս debug-ը աշխատացնեմ ու տենց լրիվ աչքից դիմաց լինի ավելի շատ ինքը։ Ինչ է ընդունում, ինչ է վերադարձնում, երբ է աշխատելը սկսել, ինչքան է տևել աշխատի։ Ընդամենը մի անգամ debug սարքելով կարամ հետո իմ որ ֆունկցիան ուզեմ, երբ ուզեմ, այտենց ընդլայնեմ։ Ու հենց ուզեմ էլ չլինի ընդլայնված, բռնեմ զուտ ջնջեմ այդ ընդլայնելու կոդը։ Սիրուն, էլեգանտ, հաճելի լուծում։ Հարցեր ժողովուրդ մինչև ստեղ։ Արամ լսում եմ։ Այսինքն մենք կարանք մի հատ error handling սարքենք, սիրուն մեսեջներով բանով որ տպի ու ֆունկցիաների վրա կիրառենք։ Հա։ Մի քիչ ոնց որ, հա, ճիշտ, հա։ Եթե ընդհանրական ինչ-որ բաներ ունենք, որ նույն տեսակ error-ներ կան, Exception-ները, բաները, որ սիրուն դասավորենք, որ ամեն ֆունկցիայի տակ չգրենք, միանգամից կարողանա անի։ Հա։ Միտեղ բոլորը ամբողջական նկարագրենք ու սաղի վրա կիրառենք։ Միանշանակ, հա։ Դա լավ կիրառություն կլինի։ Այդքան շատ չեմ տեսել տենց կիրառվի ճիշտն ասած, որովհետև հիմնականում ոնց որ exception handling անելուց ուզում ենք սպეციფიկ իրան անենք ու այդքան հաճախ չի լինում էլի, որ նույն ֆունկցիաները նույն տեսակի բան նույն տեսակի handling-ի կիրառվեն, այլ շատ լինում է, ասենք, այս մեր ֆունկցիան ունենք ու try except-ով իրան տարբեր բաներ գրում ենք ուրիշ տեղից, բայց հա, եթե ընդհանուր մեսեջները նկատի ունեք, որ յուրահատուկ ամեն մեկին մեսեջ ուղարկի, թե ինչը։ Ավելի շատ ոնց որ այդ ֆունկցիայի ջարդվելու ձևերն են ավելի բան լինում, էլի, սպეციფიկ լինում։ Ասենք, այս մի ֆունկցիայի դեպքում պետք է SSS բաներից զգուշ լինենք, այն մեկի համար ինչ որ ուրիշ բաներ է, այն հիմնական բաները, որ ասենք կարա օրինակ բան, չգիտեմ, մուտքում տվյալի տեսակը սխալ լինի, կա ինչ որ բան եւ այլն, այն ինչը շատ հիմնական, շատ ֆունդամենտալ է, գուցե արժի իրան բռնացնել բանի ձևով։ Այդ 7 չափիր 1 կտրիրով, այսինքն if-երով իրան ստուգել, ոչ թե error handling-ով անել։ Բայց ոնց որ, ասենց ասած, եթե ես շատ չեմ տեսել, չի նշանակում։ Ես աշխարհի բոլոր կոդերը չի որ տեսել եմ, կարող է լիքը տեղեր կիրառվի, որտեվ հնչում է որպես շատ օգտակար, շատ հավես բան, էլի։ Ես նկատի ունեմ ստեղծել մի հատ դեկորատոր, որը բոլոր այդ exception-ի տեսակները իր մեջ ներառում է ու բոլորի վրա կիրառենք, ինքը ասենք, եթե մի ֆունկցիայի վրա երկուսն են պետք, ինքը մեկը կաշխատացնի։ Այդ երկուսի վրա Հա, կաշխատի։ այսինքն
այդ միավորումը լինի, էլի տարբեր ֆունկցիաների exception-ների մի տեղ ուղղակի Բոլորը հատկած։ ունենանք ու մենք կիրառենք, որը տվյալ ֆունկցիային պետք է, այդ երկու տեսակը type ու syntax ենթադրենք, այդ երկուսը կաշխատացնի, մնացածը կանտեսվի, բայց մի տեղ գրենք այդ կոդը, ոչ թե ամբողջ ֆունկցիաների մեջ ներառենք 2 տենց, այլ մի հատ 10 exception-ները գրենք ու վերջնի հետը օգտագործենք։ Այդ շատ խելոք բան է։ Այդ սիրուն միտք է։ Մերսի, հա։ Շատ բարի, ժողովուրդ, էլի հարցեր։ Լավ, եկեք մի հատ նայենք օրինակ բանի, պատրաստի բանի, դեկորատորի ֆունկցիաների գործիքներ գրադարանից իրանք բերենք, այս ֆունկցիաների գործիքները կարող է հիշեք բանից։ Ֆունկցիաներ երկուսի reduce ֆունկցիան բերելուց, ու ինքը կոչվում է LRU cache, LRU նշանակում է least recently used, ամենավերջում, այս վերջերս օգտագործած։ Ու ինչ է անում այս մեր GCD-ն, GCD AB-ն հաշվում է I ու B-ի բանը, ամենամեծ ընդհանուր բաժանարարը։ GCD-ն նշանակում է greatest common divisor, divisor, չէ divisor։ Այս վերևի կոդը ինչ է անում, ուղղակի ոնց որ դանդաղացնելու համար ծրագիր է, for-ի in range 509 միլիոն, ոչ մի բան մի արա, ես ուտ գրել եմ, որ կոդը ավելի դանդաղ աշխատի, որտեվ time get sleep-ը կարող է մի քիչ ավելի շփոթացնող է լինում։ Մի խոսքով, ուզում եմ սա ոչ մի բան է, սա դանդաղացնում է ծրագիրը, եկեք time get sleep գրեմ, ես մեկ շատ տարեստական է։ Time get sleep 1։ Այս էլ ուղղակի այդ ֆունկցիան, այդ բանն է, ծրագիրն է, միջին քառակուսայինը հաշվելու։ Ինչ եմ խոսում։ Ամենամեծ ընդհանուր բաժանարարը։ Սա հենց բան է կոչվում, Evclidի ալգորիթմ, Evclidless-ի ալգորիթմ, ներողություն։ Անգլերենով երևի ճիշտ է։ Մի խոսքով, սա Evclidless-ն է մեր։ Էական չի իր այությունը, զուտ, եթե ինչ-որ մեկին հետարքիր է, կարող խորանաք։ Հիմա եթե ես ասեմ, օրինակ, GCD, մի հատ զուտ որ տեսնենք ոնց է աշխատում, GCD 10 ու 15, ինքը վերադարձնում է 5։ Այստեղ ժողովուրդ, այս բանը, էլի ժամանակին տեսել եք, որ օգտագործանք, բայց մեր բանը Jupyter նոթբուքներում կարելի է օգտվել այսպես մոգական բաներից, հենց իրենց magic են անվանում, եթե երկու հատ տոկոս ենք դնում ու ինչ-որ խառը տարբեր ֆունկցիաներ կա, օրինակ time, իր էությունն է, որ ինքը բռնում է, այստեղ էս բջջի եղած ամեն ինչը հաշվում է, թե ինչքան տևեց։ Ինքը ըստ էության դեկորատոր է, արդեն իրեն կարանք անուն դնենք, թե ինչ է։ Սա զուտ կհաշվի ինչքան տևեց այս ծրագրի աշխատանքը։ Ու տեսեք, ասում է տևեց 1.0001 վայրկյան տևեց սա որ աշխատի։ Ну, ասած որ սրանց ամենամեծ ընդհանրաբաժանարը 1-ն է։ Հիմա ժողովուրդ, ինչ տեղի կունենա, եթե ուղղակի այս ֆունկցիայի սահմանման գլխին գրենք շնիկ LRU cache։ Եկեք ստեղ այս time get sleep 1-ը ավելացնեմ։ Հիմա այս նույն ծրագիրը եթե աշխատացնեմ, էլի մի վայրկյան տևեց աշխատանքը, ոչ մի բան չփոխվեց։ Բայց եթե ես հիմա սա աշխատացնեմ նույն մուտքով, նույն այս երկու մուտքի համար։ Տեսեք ինչքան տևեց, 2.03 միլի վայրկյան, 0 նանո վայրկյան, էլի 0 նանո վայրկյան, այնքան արագ է տևում, 1.51 միլի վայրկյան, միանգամից աշխատում է, ինչի, որտև ինքը, այս սրա մասին նաև ոնց որ նախորդ դասին էր թեթև խոսք գնացել, մտքի մակարդակով երևի, որտև ստեղ ինչ է տեղի ունենում, ինքը այս մուտքերը պահում է մոտը, save է անում, ասում է, երբ որ աշխատացվում է 11 միլիարդ 509 միլիոնի համար ու այս սրա համար, այս երկու մուտքի դեպքում վերադարձի ելքը լինում է այս մեր 1-ը։ Ու հիմա երբ որ այն աշխատացնում ենք, ինքը չի գնում նորից աշխատացնում ֆունկցիան։ Չէ, ինքը ուղղակի պատմությունից վերցնում է։ Ոնց որ բազա ունի արդեն։ S տալիս է S, N տալիս է N։
Հիմա նույն կերպ, եթե սա փոխարինեմ, այս սրա տեղը, եթե ասեմ աշխատի մի ասենք թազա թվեր, ստեղ 1, ստեղ 2 օրինակ։ Էլի երկար է աշխատում։ Նորից աշխատացնեմ, էլի միլիվարկյանների պատմություն դառավ։ Պարզ է ժողովուրդ։ Okay։ Մենք այս դեկորատորները տեսնելու ենք օրինակի համար բան տեսքով։ Կլասների գաղափարը որ անցնենք, որոշ, ասենք, ինչ-որ ֆունկցիա սարքած եթե լինենք, իրան եթե կլասի ներսում ֆունկցիային անունում մեթոդ են դնում, իրան կարանք ասենք դու աշխատի նենց, որ ինչ-որ ստատիկ մեթոդ կոչվող բանն է աշխատում։ Կամ ինչ-որ բան եթե ուզենանք abstract դարձնենք, գլխից գրելու ենք շնիկ abstract մեթոդ։ Հեչ կարևոր չի հիմա այս ամեն ինչը ինչ նշանակում, զուտ ուզում եի տենց մի քիչ բան անեի, անգլերենով ասած foreshadowing, ստվեր գցեի նրա վրա, թե ոնց է այս ամեն ինչը պետք է գալու մեզ ու ինչի իսկականից այս ամեն ինչը արեցինք մինչև այդ թազա թեմային անցնել է, էլի։ Ուհա, նյութի տեսանկյունից ես էլ բան չունեմ պատմելու բանից, դեկորատորներից։ Մենակ մի հատ տնային ասեմ, ժողովուրդ, մեկ էլ տնային ես խորհուրդ կտամ ուղղակի փորձել այս LRU cache-ը ձեռով գրել։ Ինքը բավականին լավ օրինակ կլինի, որ տպավորվի այդ բաները, էլի։ Ու ժողովուրդ, նաև ոնց որ ասեմ, որ երբ որ ասում ենք օրինակ կլորացնելու մեր բանը, որ ունենք rounder, ուստեղ ասենք մեր def divide-ի վրա կլորացնում ենք, այս rounder-ը ինքը ինքնիրանով ուղղակի կլորացնում էր ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ, չէ՞։ Հնարավորություն կա նաև ասել օրինակ rounder 4, ունենց անել, որ այստեղ էս ամեն մի ֆունկցիայի համար ընդգծել, թե ինչքան ճշտությամբ ենք ուզում ընդգծի։ Այսինքն մենք կարանք դեկորատորին էլ մուտք տանք ու այ հենց այդ դրա մասին սկզբում նշել էի, բայց սկզբում ոնց որ անհասկանալի էր ինչի մասն է խոսքը, արդեն որ գիտենք ինչա, կարաք անցնեք օրինակ այս հղումով կամ այն վերևի վիդեոյով ու ուսումնասիրեք Ուրես ուսումնասիրեք ոնց կարանք սարքենք այդպես բան։ Դրա համար պետք է լինում սարքել ֆունկցիա, որը ունի ներսում ֆունկցիա, որը ունի ներսում ֆունկցիա, ու սենց մի քիչ խորոտ պատմություն է ստացվում։ Հենց լինող բանը։ Սա երևի կարամ երևի նաև խորհուրդ տամ, որ սովորեք այն ժամանակ, երբ պետք է գա սովորել, որ հիմա միանգամից տենց ինչ որ չափից շատ ինֆորմացիա չլինի։ Բայց հա։ Ու հաջորդ իմ կողմից այսքան եմ։ Հարցեր ունեք ինչ-որ։ Արամ լսում եմ։ Այդ cache-ի վերաբերյալ, այդ cache ինքը որտեղ է պահում, օզում։ Չգի երևի օզում բաններ, անգլերեն ոնց էր, RAM-ներ։ Հա, RAM։ Ինձ թվում է RAM-ում է պահում, հա։ Ինձ թվում է եմ ասում, որովհետև չեմ ստուգել երբեք, բայց տրամաբանորեն պետք է RAM-ում լինի, այսինքն եթե ես սա փակեմ նորից բացեմ, ինքը չպետք է հիշի, այսինքն ոչ միտեղ հավերժ չի պահվում։ Դրա համար ենթադրում եմ, որ RAM-ը պետք է լինի։ Այսինքն եթե շատ օգտագործվող ֆունկցիաներ ունենք ու լիքը յուզերներ տարբեր кейսեր անեն, այդ կարա խնդիր տա RAM-ը լցնի ու սերվերին Տեսականորեն, հա, երևի եթե ինքը սարքելու մաքրելու հնարավորություն ունի, ինչ որ ժամանակա տնես, որ ինքը մաքրվի, որ չկուտակվի անընդհատ էլի, որտեվ մի քանի օրում եթե սերվերը restart չտաս, ինքը անընդհատ հիշելու է ու RAM-ը լցնի։ Եթե սերվերի կոնտեքստով է, ես երևի կնախընտրեի բան անեի, արդեն ու ունենցա, որ ուզում եմ ոնց որ եթե յուզերներ ունեմ, որ ուզում եմ միշտ իրենց այդ ձևով ճիշտ վերադարձնեմ բան անեմ, երևի ես կնախընտրեի ձեռով բազա սարքել, որ ինքը կպահի, այսինքն ոչ թե RAM գնա, այլ հիմնական հիշողություն գնա։ Ահա, բայց մաքրելու հնարավորություն ունի թե չէ, max size։ Երևի max size-ը դրա մասին է։
Ա, նայենք հավայի առաստակի գծիկի Python-ավորի չի։ Հա, max size most recent calls։ Default-ով ինքը վերջին 128 բանն է պահում։ Սա պետքա փոխենք, մեծացնենք բան ու կարանք նենց թիվ դնենք, որ իմանանք RAM-ը չի լցնի։ Լավ, եղավ, մերսի։ Դες մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Դերավ, այդ դեպքում ավարտենք ու իմ խորհուրդ/խնդրանքը փորձեք մինչև չորեքշաբթի ինչ պակաս բան ունեք արած տեղը գցել, որտեվ բավականին նոր թեմա ենք, ոնց որ ասենք թազա գլուխ ենք սկսում, էլի, ասենց ասած, կլասներ, օբյեկտ օրիենտացված ծրագրավորում բանման ցանկալի կլինի մինչև այդ հին բաները մաքրած լինեք։ Օրինակ մենակ մի հոգի էր ասել, որ պրոյեկտը բան է արել, վերջացրել է, այդ շատ տխուր է, էլի։ Ռեալ ասեմ, որ ըստ իմ փորձի, ինչքան խումբերում դաս եմ տվել, եթե տնային չեն արել մասնակիցները, արդյունքը տենց ինչ որ պահից կարելի ասել հետադառել դառնա զրոյական ուղղակի, էլի, որտեվ չի նստել գիտելիքը, ստացվել է ոնց որ կոպիտ ասած ինչ որ թատրոն է ստացվել, էլի, ես ձև եմ թափում, որ օգտակար բան եմ անում, որ դաս եմ տալիս, թազա բան եք սովորում, դուք ձև եք թափում, որ դասերին միացել եք, սովորում եք, տպավորում եք բանման, բայց այդ ամեն ինչ որ դառնա առանց ձև թափելու իրականություն, կարևոր է, որ լիքը սեփական աշխատանք, լիքը ինքնուրույն աշխատանք արվի, էլի, ձեր սեփական ազատ ժամանակում։ Ոնց որ հավես ասեմ, տնայիններին ուշադիր։ Դաժե տնայիններին էլ չէ, կարակ ասեք, ես ինչ անհետաքրքիր տնային է, ես ուզում եմ սրա տեղը այս ուրիշ բան անեմ։ Կարևորը այն է, որ կիրառեք, ինչ անցնում ենք, կիրառեք։ Կիրառելուց եք ջոկում, որ լիքը բան չեք ջոկել օրինակ, ու կիրառելուց է նստում գիտելիքը իսկականից։